Գենոֆոնդով հայերը հաղորդաշարի այս թողարկման հյուրը բժիշկների մասնագիտական նվիրումով ու մարդասիրական արժեքներով ձևավորված ընտանիքի ներկայացուցիչ, ընտանեկան բժիշկ Արմինե Նազարյանն է։ Ելակետ տեղեկատվական գործակալության եթերում բալետի արտիստ եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Աննա Ռաշիդի Կարապետյանը Գենոֆոնդով հայերը հաղորդաշարի շրջանակում ներկայացնում է տարբեր ոլորտներում բարձրագույն ձեռքբերումներ ունեցող անհատներին, նրանց գործունեությունն ու նրանց գործը արժանապատվորեն շարունակող ժառանգներին։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, Գենոֆոնդով հայերը հաղորդաշարը այսօր իր ուրույն մեկնարկը կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լոս Անջելեսից։ Այսօր հյուր եմ հրավիրել մեր տաղավար շատ բանիմաց բժշկուհու, որը երկար տարիներ իր մասնագիտական ծառայությունն է մատուցել հայրենիքում եւ այսօր բժշկուհին արարում եւ իր մասնագիտական գիտելիքներն է փոխանցում Լոս Անջելեսում։ Այսօր զրուցելու ենք Արմինե Նազարյանի հետ։ Բարև ձեզ սիրելի։ Բարև ձեզ Աննա ջան, բարև ձեզ։ Անչափ շնորհակալ եմ, որ այս պահին գտնվում եք մեր տաղավարում, քանի որ հաղորդաշարը կոչվում է Գենոֆոնդով հայերը, եկեք խոսենք ձեր խոր արմատներից, խոսենք ձեր ծնողներից, ովքեր են եղել նրանք եւ արդյոք իրենք են ուղղորդել ձեզ դառնալ բժիշկ։ Շատ հետաքրքիր հարց է, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար, այս հրավերի համար եւ ուզում եմ հենց հաղորդման սկզբից հայտնել իմ հիացմունքը այն համերգից, որ մենք ներկա ենք եղել, որովհետև վախենում եմ, որ վերջում մեր հաղորդումը, մեր զրույցը այնքան հագեցված լինի, որ մենք ժամանակ չունենանք անդրադառնալ դրան, պետք է ես շնորհակալություն հայտնեմ եւ իմ հիացմունքն արտահայտեմ այն համերգից, որ դուք կազմակերպել եք Pasadena Civic Auditorium-ում, դա չքնաղ մի ելույթ էր, չքնաղ մի performance էր, այսպես ասենք, որ մենք ես եւ իմ ամուսինը ներկա էինք, չենք կարողանում մոռանալ այդ տպավորությունը, այդ բարձրաճաշակ, բարձր մակարդակի, բարձրակարգ կատարումը բոլոր տեսակետներից, պրոֆեսիոնալիզմի տեսակետից, կազմակերպվածության տեսակետից, երաժշտության եւ բարի ընտրության տեսակետից, կոստյումների տեսակետից խոսք չկա, կարող է մրցել Լաս Վեգասյան շոուների հետ եւ կարող է հաղթել։ Այնպես որ ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար եւ ինչ վերաբերվում է գենետիկային մասնագիտության ընտրության մեջ, իհարկե դա շատ մեծ նշանակություն ունի առհասարակ եւ ապացուցված է, որ չափազանց բարձր է տոկոսը մասնագիտության փոխանցման ընտանիքում ծնողներից զավակներին եւ նույնիսկ թոռներին։ Եվ մեր ընտանիքը բացառություն չի եղել այդ իմաստով, իմ մայրը եւ հայրը եղել են բժիշկներ, եղել են երկար տարիների գլխավոր բժիշկներ, բայց շատ տարբեր գլխավոր բժիշկներ, նրանք իսկական բժիշկ են եղել եւ ոչ միայն կազմակերպչական ղեկավար աշխատանք են կատարել, մայրիկս եղել է Նորք Մարաշ 5-րդ պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ 40-ից ավելի տարիներ եւ ոչ միայն կազմակերպել է աշխատանքը, այլև մասնակցել է բոլոր ծանր դեպքերի բուժման մեջ։ Հայրիկս եղել է 3-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ, որը ուներ 4 բաժանմունք եւ թերապևտիկ, վիրաբուժական, քիթ-կոկորդի եւ ուրոլոգիայի եւ պատկերացրեք, որ իմ հայրը ինքը լինելով ռադիոլոգ մասնակցում էր այդ բոլոր բաժանմունքների աշխատանքին, տեղյակ էր բոլոր ծանր հիվանդների դեպքերից եւ մենք ապրում էինք Սայատնովա փողոցի վրա, իսկ 3-րդ հիվանդանոցը դա Սևանիկ Կարապիլիչ այդ հատվածում է գտնվում։ Ամեն երեկո նա պետք է գնար համայց կատարեր, ամեն երեկո եւ բոլոր հիվանդները նրան ճանաչում էին եւ բոլորը գիտեին, որ յուրաքանչյուր բարդ վիճելի դեպքում նա մասնակցում է։ Այսինքն, այո, ես փոքրուց լսել եմ քննարկումներ, վերլուծումներ, մեկը մյուսի հետ կիսվում էին, մեկը մյուսի հետ փոխանցում էին իրենց փորձը, մեկը մյուսին խորհուրդ էին տալիս։ Իհարկե ես փոքրուց դա տեսել եմ ապրումները իմ ծնողների իրենց patient-ների համար, տեսել եմ ինչպես մայրիկս գալիս էր տուն ու զանգահարում էր բոլոր հիվանդանոցները, որտեղ հիվանդները մարկած էին իր տեղամասի եւ տեղեկանում էր նրանց վիճակի մասին։ Իհարկե դա հսկայական դեր է խաղացել իմ մասնագիտությունը ընտրելու մեջ եւ եթե 5000 անգամ էլ ընտրեի, նորից դա կընտրեի, որովհետեւ
Այո, դա կարծես իմ գեների, իմ արյան, իմ դաստիարակության մեջ է։ Մի փոքր տարբեր է բժշկական գիտության մեջ փոխանցումը եւ օրինակ արվեստի։ Ես հենց դա եմ ուզում ձեզ հարցնել։ Տարբեր է։ Գիտեք ինչ եմ ուզում ձեզ հարցնել։ Նայեք, անշուշտ ես էլ փոքր եմ եղել եւ իմ ընտանիքում, քան որ հայրս հանրապետության վաստակավոր արտիստ Ռաշիդ Կարապետյանն էր, մեր ընտանիքում շատ էին լինում Խաչատուր Ավետիսյան, Առնո Բաբաջանյան, վարպետներ էին, որոնց փոքր է 3 տարեկան տեսնում էի, լսում էի նրանց զրույցները, բայց գիտեք ինչն եմ ուզում կարևորել, պարարվեստում սա շարժողական սինթետիկ արվեստ է, դու անդադար տանը ապարում ես, ծնողդ կարողանում է կողմնորոշվել, քեզ ինչ ուղղությամբ տանել, շատ կային արտիստներ, որ երազում էին, որ իրենց երեխաները պարողներ դառնային, բայց չստացվեց, այստեղ այո, խոսում է գենը, բայց բժշկության մեջ միգուցե այդպես չի, չէ՞ կա մեծ կրթական process եւ հետո ուզում եմ հասկանալ իրենք ձեզ դրեցին, որ ունենաք այդ մասնագիտությունը, թե ուղղակի արդեն այն հնից գենը բերեց ձեզ։ Գիտեք, արվեստում առհասարակ, պարարվեստ լինի, երաժշտություն, երգարվեստ, որն էլ որ լինի, բացի նրանից, որ դուք ընտանիքում տեսնում ես դա, մասնակից ես լինում այդ հավաքույթներին, քո մեջ պետք է լինի գոնե շնորհք, եթե ոչ տաղանդ կամ հանճար։ Շնորհալի պետք է լինի տվյալ անձը։ Այդպես չի, որ այո, գեներեն, այո, ցանկություն է, այո, սովորում ես, այո, տեսնում ես, ընդօրինակում ես, բայց պետք է դու ունենաս այդ շնորհքը, թեև ավարտել եմ Սայաթնովայի երաժշտական դպրոցը, բայց ես չունեմ այդ շնորհքն ու տաղանդը, որ լինեմ երաժիշտ։ Բժիշկների ընտանիքներում մի փոքր տարբեր է, բացի այն, որ մենք տեսնում ենք դա փոքրուց մասնակից ենք դառնում, խառնվածքի հարց է այստեղ։ Այլ խառնվածքն է, որ փոխանցվում է գեներով, այսինքն դու սիրում ես մարդկանց օգնել, դու պատրաստ ես օգնել, թեև քեզ համար դա դժվար է, եւ անմնացորդ օգնել։ Եվ անմնացորդ, որովհետեւ իհարկե դա բավականին բարդ բան է, բժիշկ լինելը այդքան հեշտ բան չէ, բայց դու արդեն քո խառնվածքը կա։ Այսա փոխանցվում է գեներով եւ ես դա տեսել եմ փոքրուց, երբ իմ հայրիկին աշխարհի Հայաստանի բոլոր գյուղերից, անկյուններից, ծանոթ, անծանոթ զանգում էին օգնության համար, ես ասում եմ, ես չեմ հասկանում, ես մարդկանց դու չես էլ տեսել, նոր հիշեցին քեզ, ասում էր աղջիկ ջան, թող ես միշտ կարողանամ օգնել, թող բոլորն էլ ինձ զանգահարեն օգնություն խնդրեն, հասկանում եք, այս հատկանիշը, այս խառնվածքը փոխանցվում է գեներով եւ դու արդեն ինձ իհարկե չեն պարտադրել, ինձ չեն ասել, այդպես պիտի լիներ։ Օրինակ իմ եղբայրը նույն ընտանիքում, որ մեծացել է, նա բժիշկ չդարձավ, նա դա ընտրեց տեխնիկական մասնագիտություն, բայց նա էլ փոքրուց նվագել էր սիրում։ Եվ նվագում էր, եւ նույնիսկ ստեղծագործում է եւ հիմա էլ, եւ իմ հաղորդումների իմ բոլոր հաղորդումները, որ կային ամեն շաբաթ, ես 20 տարուց ավելին ունեցել եմ ուղիղ եթերով հաղորդում բժշկական, սկսվում էին նրա երաժշտությամբ։ Այսինքն, տեսնում եք, նա ուներ այդ շնորհքը, իսկ ես ընդօրինակեցի, վերցրեցի, ժառանգեցի միգուցե բժիշկ լինելու ցանկությունն ու կարիքը։ Սա ինչ որտեղ մարդկանց մոտ նաև երևի ճակատագրի ուղղորդում է։ Ինչու եմ ասում, որտեղ էլի հաճախ այսպես բերում եմ արվեստի հետ զուգահեռներ, տեսեք, ձեր ծնողները մեծ ճանապարհ են անցել, եւ կրթական, եւ հասել են այն բարձր լեվելին, որտեղ կարող են նաև ղեկավարել մի մեծ ամբողջ բժշկական հաստատություն։ Այո, սա հեշտ չէր լինել բժիշկ հոգատար եւ ամբողջ հաստատության բեռը լինել նրանց ուսերին, ինչպես մենք ասում ենք, ստանում են վաստակավորի կոչում, հետո ստանում են ժողովրդականի կոչում, սա կարծես իրենց ժողովրդականի կոչման վայելքն էր, որ հասել էին ձեր ծնողները, եւ փաստորեն այդ ամեն ինչը ձեզ փոխանցվել է որպես մարդ, որպես հմուտ մասնագետ, բայց տեսեք, օրինակ, ինչն էր, որ ձեզ չստիպեց դառնալ խիրուրգ, այլ դառնալ ընտանեկան բժիշկ, չէ՞ որ դուք ունեք մի պահ բժշկական հատված, կրթական, որտեղից ուղղորդվում է իրենց, չէ՞, մասնագիտական ճյուղերը։ Այ ընտանեկան բժիշկը մի տեսակ շատ հարիր եւ հաճելի բառ է, ընտանիք բառից է գալիս։ Միգուցե դուք դա եք ընտրել։ Շատ հետաքրքիր հարց է։ Երևանի բժշկական ինստիտուտը ավարտելուց հետո կարմիր դիպլոմով, իդեպ, ես ընտրություն ունեի, ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ։ Եվ իմ մայրը որպես թերապևտ ինձ ասաց, գիտես,
ամենահետաքրքիր, ամենաբարդ, բայց ամենաշնորհակալ քեզ համար բավարարվածություն ստանալու իմաստով մասնագիտություններից է ինֆեկցիոն հիվանդությունների մասնագիտությունը, որտեղ դու տեսնում ես քո աշխատանքի արդյունքը։ Կրկնակի արդյունքը, հա։ Շատ կարևոր մի բան է, իսկ Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունները շատ տարածված էին այն ժամանակ առհասարակ։ Իհարկե պայքար էր գնում, մենք ունեինք շատ լավ մասնագետներ, եւ ես ընտրեցի կլինիկական օրդինատուրա ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ Հայաստանում։ Աշխատել եք այդ։ Անպայման 15 տարի մեր ինֆեկցիոն հիվանդանոցում Սարիթախ, այնուհետև այսպես կոչված Բանգլադեշ, որը հիմա Արմենիկում է, այդ հիվանդանոցում եմ աշխատել, հպարտությամբ եմ հիշում եւ կոլեկտիվը եւ աշխատանքային տարիները մեծ հաճույքով եմ հիշում, եւ երբ ես տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, արդեն այստեղ քննությունները հանձնելուց հետո ռեզիդենսի ընդունվելիս արդեն ընտրությունը այդքան հեշտ չէր, որովհետև բացի թերապևտիկ մասնագիտություններից, ներքին հիվանդությունների, ընտանեկան բժշկություն եւ այլն, շատ բարդ էր արտասահմանյան կրթություն ստացած բժիշկների համար որևէ նեղ մասնագիտություն ընտրել։ Ես կարողացա ռեզիդենսիա անել առաջին տարին ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում USC, որը շատ հետաքրքիր էր, մի հսկայական դպրոց էր։ Ես այդ 1 տարվա մեջ երևի 10 տարվա փորձ ձեռք բերեցի, հսկայական, բայց վիրաբույժ դառնալ ես չուզեցի, նախ որովհետև դա էլ է տաղանդ, ես ձեզ ասեմ, եթե բժիշկները ընտրյալներն են, ապա վիրաբույժներն ընտրյալների ընտրյալներն են, դա շատ բարդ մի բան է աշխարհի։ Դա վախի զգացողությունը վիրաբույժի մեջ, դա կարծում եմ կա ամեն ամեն անգամ, բայց բացի այդ ընտանիք, երբ դու ունես ընտանիք, դու պետք է ընտրես այնպիսի մասնագիտություն, որից քո ընտանիքը չի տուժում, հատկապես բժիշկ, եթե դու բժիշկ ես եւ կին, դու պետք է կարողանաս հասցնել նաև քո ընտանիքի հետ, նրան տրամադրել քո ժամանակը, քո կյանքը, քո գործունեությունը, քո հետաքրքրությունները կիսել քո ընտանիքի անդամների հետ։ Վիրաբույժ լինելը հեշտ բան չէ, կամ գինեկոլոգ լինելը հեշտ բան չէ, հատկապես այս երկրում շատ բարդ մի բան է, որը արդեն իսկապես անմնացորդ նվիրվածություն է պահանջում, այնպես որ ես շատ գոհ եմ, որ ընտրել եմ ընտանեկան բժշկությունը, որն իր մեջ պարունակում է մի հսկայական աշխարհ եւ երեխաների եւ մեծահասակների եւ միջին տարիքի եւ շատ հետաքրքիր է եւ այն է, որ օգնում է ինձ իսկապես լիարժեք աշխատել, ապրել, սիրել իմ աշխատանքն ու երբեք չհոգնել, երբեք։ Դոկտոր ջան, գիտեք ինչն էր հետաքրքիր, 4 տարի առաջ, որ մենք եկանք հիմնական տեղափոխվեցինք ամուսնուս հետ միասին Էլենիս մոտ ապրելու, դե անշուշտ Լոս Անջելեսը շատ բժիշկներ կան, տարբեր ընտանեկան բժիշկներ, մեզ խորհուրդ տվեցին մեր ընկերները, որ Արմինե Նազարյանի մոտ գնացեք։ Առաջին օրը, որ ձեզ հանդիպեցի, ամեն դեպքում ինձ համար եմ ասում, ամուսնուս հետ ունեցանք մեծ հավատ։ Սա իսկապես ոչ թե գովեստ է, այլ իրականություն։ Ուզում եմ ասել, երբ դու վստահում ես բժշկիդ, երբ դու լսում ես նրա ներքին ձայնը, անշուշտ ընտանեկան բժիշկը շատ կարևոր է, որովհետև բժիշկը հիշում է քո բոլոր տեսակի խնդիրները եւ անմիջապես արձագանքում է, որը իր ճշմարիտ ուղին է ստանում։ Այնպես որ մենք շատ գոհ ենք, որ ձեզ մոտ ենք գալիս եւ երբ որ մենք հրավիրեցինք ու դուք եկաք Խարակտեր Դան ստուդիոյի համերգին, անկեղծ չի սպասում, որ ժամանակ կտրամադրեք, ուղղակի ուզում էի, չի կարողանում ասել, թե որքանով ենք տանջվել ու ֆիզիկապես աշխատել դրա համար, բայց ուզում էի, որ ներկա լինեիք եւ ինչու՞ չէ, նաեւ ուզում էի, որ գիտեմ, որ դժվարին է ձեր աշխատանքը, բազմատեսակ խնդիրներով լեցում մարդկանց հիվանդությունների մասին, չեմ կարծում, որ զերծ կմնաք գնաք եւ ամբողջովին մոռանաք այդ խնդիրները, ինչ որտեղ ձեզ տանջում են լուծելու համար, ուզում էի, որ պարուրված լինեիք նաեւ երաժշտության, բարի եւ գույների մեջ, ես էլ եմ շատ շնորհակալ եւ հիմա ուզեմ անպայման նաեւ անդրադարձ ունենաք ինչ եք կարծում բժշկության մեջ շատ կարևորում եք դեղորայքային բուժումը, թե ավելի բուսաբուժությունը կամ միգուցե ձեզ մոտ ֆիքսված է այդ բուժումը դեղորայքայինի մեջ, ոնց եք պատկերացնում դուք։ Գիտեք, դա շատ հետաքրքիր հարց է, որովհետև այսօր մենք ունենք բազմաթիվ
այլ մեթոդներ եւ հնարավորություն մատչելի են դարձել ոչ տրադիցիոն բժշկության մեթոդները, չէ՞ որ կա համացանց, չէ՞ որ մարդիկ սկսում են փնտրել այլ ճանապարհներ եւ իհարկե քանի որ դեղորայքը ամեն դեպքում քիմիա է եւ ունի իր հակառակ եւ բացասական ազդեցությունը, բոլորը չեն որ անմիջապես համաձայնում են ընտրել դեղը բուժման համար, փնտրում են ինչ-որ մի ուրիշ բան, բայց կան հիվանդություններ եւ կան այնպիսի իրավիճակներ, երբ դու չես կարող հրաժարվել դեղի օգտագործումից, կիրառումից, չես կարող, որովհետև չես կարող դու թողնել, որ մարդու ճնշումը լինի 160, 170, 180 եւ նա ասի, որ նա լիմոնի հյութով կամ չգիտեմ ինչ որ մի բան է լսել TV-ով կամ ինչ որ մի բան է տեսել համացանցում YouTube-ով եւ ուզում է դեղ չխմել։ Եվ մի օր երբ նա կաթված կստանա կամ սրտամկանի ինֆարկտ, այստեղ է որ դու պատասխանատու ես, որ չես կարողացել նրան բացատրել, մանրացնել այն կարևորությունը դեղի, որ նա պետք է ընդուներ, որը կարող էր նրան փրկել այդ ծանր ընթացքից հիվանդության։ Իհարկե կան այնպիսի իրավիճակներ, երբ կարելի է բուսաբուժությամբ նույնպես սահմանափակվել։ Այստեղ է որ բժիշկի խոսքը, բժշկի նկատմամբ եղած վստահությունն ու հավատը պետք է օգնի մարդուն կողմնորոշվել։ Եվ եթե նա հասկանում է, որ իրեն ուզում են օգնել, եթե նրան բացատրում ես, ես սիրում եմ բացատրել դեղը, երբ նշանակում եմ, այս դեղի side effect-ները սրանք են, ուշադիր եղեք, եթե լինեն չվախենաք, զանգահարեք ինձ ասեք, որ եղել է, որպեսզի փոխենք կամ ասենք, օքեյ, ոչինչ կարելի ինչ որ ժամանակ շարունակել։ Այսինքն ոչ տրադիցիոն բժշկության իհարկե նշանակությունը նույնպես ես չեմ հերքում, բայց այսօր մենք ունենք այնպիսի դեղեր եւ հետո ժամանակը գնում է, բժշկությունը զարգանում է, գիտությունը նոր ու նոր միջոցներ է առաջարկում, նոր դեղեր է առաջարկում, որոնք ավելի քիչ side effect-ներ ունեն, ավելի էֆեկտիվ են։ Դրա շնորհիվ է, որ այս երկրում եւ ողջ աշխարհում հիվանդությունների թիվը իհարկե պակասել է, տեսակը պակասել է եւ կյանքի տևողությունն է երկարել։ Ամենակարևորը։ Դե հիմա խնդրեմ նաև լուսաբանեք ձեր տոհմածառի ցեկող մյուս սերունդը, ինչպես եղավ որ ձեր որդին դարձավ նևրոպաթոլոգ, նյարդաբան եւ այստեղ ուղղորդում ունեցաք, թե ամեն դեպքում ինքն էլ սիրեց այդ մասնագիտությունը։ Այդ դա էլ է շատ հետաքրքիր, որովհետեւ չէ որ իմ ամուսինն էլ է բժիշկ, եւ չէ որ իմ ամուսնու ծնողներն էլ, մայրը բժշկուհի էր, իսկ հայրը գիտնական, բայց բժշկական գիտության գիտնական, շատ նշանավոր աշխարհահռչակ նրա գործերի շնորհիվ հսկայական հետազոտություններ են կատարվել եւ մեծ ներդրում է նա ունեցել եւ քանի որ մենք ապրել ենք շատ, այսպես կարող եմ ասել, սերտ կապ ունենալով մեր ընտանիքում մեկս մյուսի հետ, բոլոր 3 սերունդները, իմ ծնողները, իմ ամուսնու ծնողները, մենք ես եւ իմ ամուսինը եւ իմ զավակները շատ սերտ կապված ենք եղել միշտ եւ միշտ կիսվել ենք, միշտ մասնակցել ենք։ Մեր զավակները միշտ իմ երեխաները միշտ ներկա են եղել, այո, եւ իմ ավակ որդին փոքրուց նա ունեցել է այդ հետաքրքրությունը, ունեցել է նաեւ խիստ կապվածություն պապիկի հետ։ Ամուսնուս հայրիկը, որը գիտնական էր եւ նրա հետ միասին մասնակցում էր այդ աշխատանքներին։ Փոքր տղա էր, գնում էր նրա հետ լաբորատորիա ֆիզիոլոգիայի ինստիտուտում Երևանում, իսկ այստեղ արդեն երբ ինքը ընդունվեց Accidental College, պապիկին հետը տանում էր եւ կարողացել էր ներկայացնել պապիկի աշխատություններն այնպես, որ այդ քոլեջի պատկերացնում եք Միացյալ Նահանգներում իհարկե ճանաչելով արդեն սկեսրարիս աշխատանքները նրան թույլ տվեցին, որ երեկոները տղայիս հետ գա եւ աշխատանքներ կատարի Accidental College-ի բիոլոգիայի լաբորատորիայում եւ այնտեղ կախած պատին կան եւ աշխատանքները մինչ այսօր եւ այնպիսի աշխատանքներ նրանք արեցին, որ երբ իմ տղան դիմեց բժշկական արդեն medical school ընդունվելու եւ ներկայացրեց այդ գործերը, նրան ոչ միայն գրկաբաց ընդունեցին Chicago Medical School, այլև այս աշխատանքների մի մասը ընդգրկեցին այդ համալսարանի curriculum-ի մեջ։ Այսինքն այնտեղ արդեն պետք է սովորեցնեն այն, ինչ իմ սկեսրայրն ու իմ զավակը մշակել են այստեղ Accidental College-ում, երբ նա ուսանող էր։ Եվ իհարկե իմ տղան իր խառնվածքով նույնպես բժիշկ է։ Եվ մենք նրան չենք
ստիպել չենք պարտադրել, ընտրությունն իրենն է եղել, ընդհանրապես շատ ինքնուրույն է նա որոշել դա, հատկապես երբ ես ամբողջ օրը գրադարաններում էի եւ հերթապահությունների, նա տատիկ պապիկի հետ, հայրիկի հետ արդեն իր այդ մասնագիտական ընտրությունը բնականաբար հասունացել էր։ Իսկ կրտսեր զավակս մենք նրան փորձեցինք բժշկական ուղղություն ցույց տալ, բայց նա ավելի այլ խառնվածք ունի։ Նա էլ է շատ սիրում մարդկանց օգնել, բայց նա սիրում է պրպտել, որոշել, քննարկել, վերլուծել, քաղաքական, ազգային, մարդկային հարաբերություններ, հռետորական կերպարն է եւ նա ավելի ընտրեց առաջնային գալիս։ իրավաբանություն։ Տեսնում եք, Այո, եւ կարող եմ ասել, որ դա երկուսով էլ մենք հպարտանում ենք եւ շատ ուրախ ենք, որ իհարկե մեր մասնագիտությունը կշարունակվի ընտանիքում եւ հարցիկս էլ արդեն հոգեբուժ է, այսինքն մեր ընտանիքը ամբողջովին նույնիսկ հետաքրքիր է ծառը, ասում եմ ինչ հետաքրքիր է, չէ, ինչու են որ գենետիկան կապում են ծառի արմատների հետ, չէ, այսինքն արմատները անընդմեջ հողի մեջ տարածվում են, ուզես կան ծառեր, որ ընդհանրապես չես կարող դեմն առնել, չէ, արմատները կտրում են, էլի գնում է, սա հենց խոսում է գենետիկ ընդլայնված կարծես ծառաճյուղերի մասին, որտեղ ձեր ընտանիքում նաև ճյուղեր են տալիս եւ թող տան, որովհետեւ այդ ճյուղերը շատ կարևոր են մեր ազգի համար այս պահին, ես չգիտեմ դուք ունեք օտարազգերի ընդունում, թե միայն հայերեն ունեք, այսինքն բոլոր ազգերին եք օգտակար, ոչ միայն։ Մենք ունենք եւ բոլորը շատ սիրում են մեր կոլեկտիվը, մեր աղջիկներին, որովհետեւ մեր աղջիկները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի, գիտեք, բժշկությունը այնպիսի բան է, անկախ կրոնական պատկանելիությունից, անկախ սոցիալական պատկանելու, ազգային, էթնիկական, տարիքային, դա երթումն է, չէ՞ որ տալիս է։ Ոչ մի նշանակություն չունի, ով ուզում է լինի, անգամ այն մարդը, որին դու միգուցե հակակրանք ես, ինչ որ պատճառով զգացել երբևիցե, եթե խնդրում եք օգնությունը, եթե կարող ես դու նրան օգնել, դու մոռանում ես ամեն ինչ, դու բժիշկ ես։ Սա շատ կարևոր մի բան է։ Սրանով էլ է բժշկությունը տարբերվում եւ սրանով բժշկությունը նման է արվեստի։ Ես միշտ ասում եմ, բժշկությունը միայն գիտություն չէ։ Նա ճշգրիտ գիտություն չէ, որովհետեւ նա միշտ փոփոխվում է, այնտեղ 2 անգամ 2-4 չէ, շատ հաճախ, բայց գիտություն է, որովհետեւ անընդհատ գիտական աշխատանքներ, հետազոտություններ եւ այլն, բայց այն նաեւ արվեստ է։ Եվ այդ իմաստով չէ, որ արվեստը չի հարցնում ոչ տարիք, ոչ կրոնական պատկանելիություն, ոչ ազգություն, ոչ երաժշտությունը, ոչ արվեստ է, որովհետև զգում ես, արտահայտում ես, լսում ես, ապրում ես երաժշտության ներքո։ Եվ հետո երաժշտությունն ու պարը բուժում են։ Այո։ Այդ թե ինչն է բուժում։ Ուրեմն մի օր կրում էի մի բան պատմել, զավեշ տալի մի փոքր հաղորդման շրջանակներում, ուրեմն մեծ աղջիկաս ամուսնու հայրը մայրը բժիշկներ են, պապիկը էլի գլխավոր բժիշկներ են եղել Երևանում եւ այլն, մի օր աղջիկաս տանը օգնում ենք, ես ինչ որ արթուկ եմ անում, բժշկուի Լուսինեն ճաշ է պատրաստում, ամեն մեկից տարբեր հեռախոսազանգեր են գալիս այդ պահին, Լուսինեն վերցնում է հեռախոսը, ասում է, չէ, ինչ եք խոսում, ինքը այդ յամերի մասնագետ է, ասում է, ոչ, ներգանգային ճնշումը չափեք եւ այլն, դրում է հեռախոսը, ես վերցնում եմ, ասում, ինչ եք խոսում, տանգո պետք է ապրել, դա չի կարող ազգային լինել, ինքը վերցնում է էլի ներգանգային, ես զգացինք, որ երկուսով նվիրված երեխաների համար մի բան ենք անում, բայց տարբեր մասնագիտություն, բայց միևնույն է, նայում եմ, ասում եմ, բժշկի գործը ինչն է ուզում ասել, գիշերը ուշ ժամ էր եւ իրեն զանգահարում էին, շատ սիրով պատասխանում էր, սա էլ շատ դժվար է, երբ քեզ զանգարում են, դու քո ընտանիքում ես, բայց հասկանում ես, որ պետք է պատասխանես այդ զանգերին, լինում են ձեզ մոտ շատ։ Դա դառնում է արդեն շատ սովորական բան, իհարկե, հատկապես ընտանեկան բժիշկները մենք ունենք 24 ժամ, մենք ունենք համար, որով մեզ զանգահարվում են, եթե պետք է, եւ այսօր շատ լավ է, որ մենք ունենք էլեկտրոնիկ medical record, որ հնարավորություն ունենք, եթե պետք է դեղ ուղարկել որևէ, այո, դեղատուն, անմիջապես, որ ժամն էլ լինի, մենք կարողանում ենք դա անել, շատ առավելություններ կան իհարկե, եւ իհարկե 24 ժամ Այդպիսի բան չկա։ Մի հարց եմ պատրաստել նաև ձեզ համար, քանի որ հաճախ լսում եմ եւ մեծ սիրով եմ լսում Երևանի Գիտությունների Ակադեմիայի գիտնական Լևոն Եպիսկոպոսյանին, որը հենց գենետիկայի ճյուղն է ուսումնասիրում, քանի որ փաստորեն մենք 20,000 գեն ունենք եւ այդ գեներից գալիս են եւ տաղանդը, եւ հիվանդությունները, եւ տարբեր տեսակի բաներ։ Սա ինձ համար եւ մեր հեռուստադիտողների համար ինչ է կարծում, կա գիտություն արդեն
են այնպես զարգացած վիճակ, որ կարելի է այն վատ հիվանդությունները, որոնք գեներով փոխանցվում են, դաշնակարային դիաբետն է եւ նաեւ միգուցե քաղցկեղը եւ ինչ որ ձևով մոր արգանդում կանխարգելել։ Կա տարբերակ Այդ ուղղությամբ իհարկե աշխատանքները անշուշտ տարվում են, այդպիսի զգալի ինչ որ հետազոտություններ եւ զգալի արդյունքներ դեռևս չկան, որ կարող են հրապարակվել եւ կիրառվել, բայց իհարկե այդ ուղղությամբ աշխատանքը տարվում է, քանի որ արդեն հնարավորություն կա բացահայտելու։ Այսա շատ կարևոր է։ Արդեն շատ վաղ ժամկետներում հղիության ներարգանդային կյանքի հնարավորություն կա պարզելու։ Ամենայն դեպս գենետիկ խնդիր կա, թե ոչ առաջ կանխորոշելու, սա մեծ նվաճում է, որովհետև սա օգնում է նախ հնարավորություն տալ ծնողներին ընտրություն կատարելու, երկրորդը հնարավորություն տալ ինչ որ եթե հնարավոր է միջամտելու ժամանակին, բազմաթիվ աշխատանքներ են տարվում եւ սա իսկապես շատ կարեւոր բան է, որովհետեւ գիտությունը զարգանում է, բնական է, գենետիկան, ընդհանրապես ինչ է գենը, գենը դա DNK-ի մի մասնիկ է, որը իր մեջ կրում է հսկայական ինֆորմացիա։ Եվ եթե խոսենք մեր հայկական գենի մասին, այսօր ասում են, որ այն բացառիկ է, եւ այո, այն բացառիկ է, ոչ թե որովհետեւ մենք մեզ գերադասում ենք այլ ազգերից, ինչպես ասում էր պոետը, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց եկեք հիշենք, որ իսկապես մեզ հայ են ասում։ Ինչու՞։ Որովհետև դուք տեսնում եք հայկական գենը ինչպես է դրսևորվում, ինչպես են մարդիկ ձգտում որտեղ էլ ընկնեն, ցավոք սրտի ճակատագիրն այնպես է տնորինել, որ շատ ու շատ հայեր սփռվել են աշխարհով մեկ, բայց որտեղ էլ եղել են, կարողացել են այնպես իրենց դրսևորել, որ եթե ճանաչել են լավ իմաստով, մաքարելու եւ լավին հասնելու։ Այո, երբեմն ինձ հետ վիճում են, ասում են, ինչու բա վատ բաները, որ այդ տեսար ես ինչ բան արեց, բայց եկեք ճանաչենք այն լավով, այն բարձր որակի մեր մասնակիցներով, մեր ներկայացուցիչներով, մեր ազգի եւ յուրաքանչյուրս փոխարենը քննադատելու, յուրաքանչյուրս մեզ համարենք այն մեկը, որի միջոցով պիտի ճանաչվի մեր ժողովուրդը։ Գիտեք ինչ է ասել Վիլյամ Սարոյանը, իդեպ։ Վիլյամ Սարոյանը ասել է, որ անգլերեն է ասում, it's simply in the nature of Armenians to study, to learn, to question, to speculate, to revise, to restore, to discover, to invent, to preserve, to make, ու վերջում ասում է and to give։ Այսինքն հայի խառնվածքի մեջ է սովորել, ուսումնասիրել, հարցադրել, խորանալ, պարզաբանել, ստեղծել, ստեղծագործել, հայտնագործել, ստեղծել, ղեկավարել, վերանայել, վերականգնել, ստեղծել ի վերջո եւ տալ։ Հասկանում եք, սա իսկապես գենի մեջ է եւ սա նա օթից չի վերցրել, նա ինքը շատ ինքնասիրահարված հայ չի եղել, իր գեններն են շատ խելացի մարդ է եղել, շատ օբյեկտիվ, ինչպես մենք բոլորս օբյեկտիվորեն տեսնում ենք եւ լավը եւ վատը, բայց եկեք տեսնենք, որ ահա այսպիսին է խառնվածքը հայ մարդու եւ հպարտանանք դրանով։ Այո, ես մեկ որ իմ մասնագիտության մեջ դե պրակտիկա երկարաժամյա, ասենք, թռնել, խոսել երաժշտության մեջ, աղմուկի մեջ, բանց բնականաբար մեկ ֆիզիկական ուժը էլ թույլ չի տալիս, մեկ զայրանում եմ, նեղվում եմ, մայրիկի զանգում եմ, ասում եմ, մամ, 12 տարի բալետով զբաղվեցի, հետո դերասանական արվեստով, ասում եմ, դարձավ 17 տարի, տայր բժիշկ դառնայի, էլի, ասում եմ, ինչի տվեցիր, որ ես տանջվում եմ, բան, բայց հետո երբ որ նորից հետ եմ վերադառնում, ասում եմ, բայց ես չի կարող բժիշկ դառնալ։ Ես երաժշտությունը լսում եմ, տանը ճաշ պատրաստելիս պարում եմ, մաքրում եմ, պարում եմ, այսինքն սա իմ էությունն էր։ Հարցս ինչն է, երբ որ մեկ անգամ էլ կյանք գաք, կփորձեիք էլի դառնալ բժիշկ, թե ուղղակի կփոխեիք ձեր մասնագիտությունը։ Ես էլ եմ ճաշեփելիս պարում, շատ կներեք։ Եթե 1000 անգամ, 10000 անգամ ընտրություն կատարելու լինեի, նորից կընտրեի բժշկի մասնագիտությունը։ Միայն։ Շատ հաճախ լինում է հետաքրքիր գիտնականներ եւ այլն մարդիկ, բայց ասում են, որ ես սիրել եմ պարը, սիրել եմ նկարչությունը,
ինձ չեն տարել ծնողներս, դա ու շատ ես դժվար ճիշտ բան չեմ է։ դարձել, շատ եմ լսում դա, ես երկրորդ անգամ կդառնայի դա, բայց սա արդեն այնպիսի մի բան է, որ ապրում եք։ Ուրեմն դուք ապրում եք ձեր բժշկության մեջ։ Անչափ շնորհակալ եմ ձեզ մեր հաղորդմանը մասնակցելու, կամ մի բան, որ կուզեիք ավելացնել, կամ ինչ որ մի բան ավելի ասել մեր հեռուստադիտողին ձեր կողմից բժշկության թեմատիկ առումով։ Գիտեք, ցավոք սրտի հիվանդությունները, ինչպես ասում են, շատ դժվար է լինում երբեմն խուսափել դրանցից։ Ցավոք սրտի հիվանդությունները եղել են, կան ու կլինեն։ Մեր խնդիրն է, մեր նպատակն է, մեր աշխատանքի իմաստն է ժամանակին ախտորոշել, կանխել, եւ երբ ժամանակին ախտորոշվում է, ուրեմն բուժումը ճիշտ ընտրել։ Ես շատ սիրում եմ աշխատել իմ գոլեգաների հետ այլ մասնագիտությունների, որովհետեւ ընտանեկան բժիշկը շատ ու շատ մասնագիտություններ ինքը չի կարող տնօրինել, ինքը չի կարող ղեկավարել։ Նա օգնություն ունի եւ օգնության կարիք ունի մասնագետների։ Եվ ես ուղղակի ուզում եմ ցանկանալ մեր հայրենակիցներին հետևեք ձեր առողջությանը։ Հետևեք ձեր առողջությանը, սիրեք արվեստը, որովհետև երգը, երաժշտությունը, պարը օգնում են եւ առողջ լինել, եւ հաղթահարել ծանր իրավիճակում, երբ ինչ որ մի բան ախտորոշված է, եւ պայքարել հիվանդության դեմ, օգնում են անշուշտ, անկասկած։ Եվ հետևեք ձեր բժշկի խորհուրդներին, եւ ամենակարևորը սովորեք, գիտեք, ոչ թե ներել, բաներ կան, որ չես կարող ներել, բայց եթե ինչ-որ մի բան ձեզ շատ է հուզում, շատ է անհանգստացնում, շատ է տանջում, ուղղակի փորձեք դնել մի կողմ եւ մտածեք, արդյոք սա պետք է որ ինձ այսքան անհանգստացնի, նեղացնի, որ անդրադառնա իմ առողջական վիճակի վրա, որովհետև բոլոր բացասական էմոցիաները, բոլոր բացասական անգամ խոսակցությունները, անգամ մեկի մասին վատ խոսելիս դու ինքդ ստանում ես բացասական էներգիա, որքան դրական, այդքան դրականը կարտացոլվի եւ կանդրադառնա։ Այնպես որ սա է, ինչ կարող եմ ասել, ես միշտ պատրաստ եմ օգնել իմ հայրենակիցներին։ Աննա ջան, ես շնորհակալ եմ այս հրավերի համար, ես հուսով եմ, որ պետք է մասնակցեմ հաջորդ համերգին ձեր։ Անպայման։ Ցավոք սրտի, երբ Greek Theatre-ում դուք ունեիք համերգ, մենք բացակայում էինք երկրից, չկարողացանք ներկա լինել, բայց ես մաղթում եմ ձեզ, ձեր այն ասում են, ինչպես հայերը ասում են, շնորհքը անսպառ, ձեր էներգիան անսպառ, այնինչ դուք անում եք, դուք նաև դաստիարակում եք մեր երիտասարդությանը ոչ միայն ուղակի հայկական ոգով, ոչ միայն, որովհետև ձեր արվեստում բոլոր ազգերի պարերն են հնչում, բոլոր ազգերի երաժշտությունն է հնչում, դուք կարողանում եք ճաշակ դաստիարակել։ Սա շատ կարևոր բան է այսօր դարձյալ սոցիալական ցանցի արկայության պայմաններում, ինչ ասես կարող են լսել, ինչ ասես, եւ չհասկանալ լավը որն է, վատը որն է։ Ձեր խնդիրն է եւ ձեր կարողությունն է, որ դուք կարողանում եք դա անել, ճաշակ դաստիարակել։ Շատ շնորհակալ եմ ես, որ դուք կաք մեր համայնքում, ես շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ ձեզ հետ ունեմ այս կապը, ոչ միայն բժիշկ եւ patient, այլև այսօրվա մեր արտիստ եւ բժիշկ, եւ ես ուրախ եմ այս հարաբերության համար եւ շատ ուրախ եմ, որ մենք ունեցանք այսօրվա մեր զրույցը։ Շնորհակալ եմ դոկտոր ջան ավարտելով հաղորդաշարը։ Ես էլ որպես պարարվեստի բժիշկ ձեզ խորհուրդ եմ տալիս համենակ երկշաբթի եւ հինգշաբթի օրերը մեր երեկոյան մայրիկների դասին, որպեսզի ունենաք նաև այդ դրական լիցքերը, որը մեկ-մեկ պակասում է ձեզ մոտ երևի առօրյայի, որպեսզի ես կարողանամ իմ արտիստիկ լիցքերով լցնել ձեր հոգին։ Շնորհակալ եմ, որ ներկա եք։ Եվ ի դեպ ուզում եմ ձեզ ընդհատել, դուք գիտեք, որ Ալցհեյմերի հիվանդության բուժումներից եւ կանխարգելիչ միջոցներից մեկն է պարը։ Եվ նոր պարը։ Ես միշտ իմ patient-ներին խորհուրդ եմ տալիս, երբ ասում են հիշողությունս լավ չի, կարծես մոռանում եմ ինչը որտեղ եմ դրել։ Պարեք, միացրեք որևէ երաժշտություն եւ պարեք։ Այնպես որ կեցեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, այսպիսով ավարտեցինք մեր գերհագեցած բժշկական հաղորդումը, իսկ ինչ է մնում ինձ ասել։ Բարին ընդ ձեզ, լինենք առողջ եւ տեղեկացված։